Գազայի պատերազմի տարածումը կանխելու ջանքերի շրջանակներում ամերիկյան դիվանագիտության ղեկավարը շարունակում է բանակցությունները արաբական երկրների առաջնորդների հետ։ Անթոնի Բլինքենը, ինչպես հայտարարել է, մտավախություն ունի, որ Համասի և Իսրայելի միջև հակամարտությունը կարող է մետաստազներ տալ և ավելի մեծ անկայունության հանգեցնել տարածաշրջանում և ավելի շատ տառապանք պատճառել մարդկանց։ Շաբաթ օրը մեկնարկած ուղևորության ընթացքում պետքարտուղարը նախ այցելեց Թուրքիա, Հունաստան, Կատար, Հորդանան, ապա Արաբական Միացյալ Էմիրություններ, այսօր էլ Սաուդյան Արաբիա, որտեղից էլ կմեկնի Իսրայել, այնուհետև Պաղեստին։ Կատարում նա հատուկ ընդգծել է խաղաղ բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը։ Հորդանանի թագավորի հետ հանդիպմանն էլ փորձել է վերադառնալ երկու պետության տեսլականի քննարկմանը, որը ենթադրում է Իսրայելի հետ խաղաղ գոյակցության պայմաններով Պաղեստինյան պետության ստեղծում։ Սակայն թե Դոհայում, թե Ամանում ամերիկյան դիվանագիտության ղեկավարին հասկացրել են, առաջին հերթին ակնկալում են Գազայի հատվածում Իսրայելի ռազմական արշավի ամբողջական դադարեցում։ Անթոնի Բլինքենը միաժամանակ փորձում էր արաբ գործընկերներին հավաստիացնել, որ Վաշինգտոնը կտրականապես դեմ է պաղեստինցիների տեղահանությանը Գազայի սահմաններից դուրս, ինչի մասին վերջին շրջանում ավելի հաճախ են սկսել հայտարարել ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի պաշտոնյաները։ Մինչ այդ պատերազմի պատճառով Գազայի հատվածի 2.3 միլիոն բնակիչների մեծ մասը, 85%-ը, արդեն լքել է իր տունը։ Սա ԱՄՆ-ի պետքարտուղարի 4-րդ այցն է Մերձավոր Արևելյան տարածաշրջան։ Հոկտեմբերի 7-ին Արևմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված Համասի զինյալների արյունալի հարձակումից ի վեր, որին հաջորդել է Իսրայելի լայնածավալ ռազմական գործողությունը Գազայի հատվածում։ Իսրայելական կողմից զոհվել է 1200 մարդ, ավելի քան 100 իսրայելցի դեռ պատանդ է Համասի զինյալների մոտ։ 4-րդ ամիսը շարունակվող պատերազմի ընթացքում սպանվել է շուրջ 23,000 պաղեստինցի, այդ թվում հազարավոր երեխաներ, վիրավորների թիվն անցնում է 58,000-ը։ Հրադադարի մասին կոչերն անտեսող իսրայելական կողմը պնդում է, թե իր հիմնական նպատակին դեռ չի հասել։ Ռազմական գործողությունները կդադարեցնի միայն Համասի ոչնչացումից բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակումից հետո։ Ցախալի վերջին հաղորդագրություններից մեկի համաձայն իսրայելցի զինվորականներն արդեն վերահսկում են Գազայի հատվածի հյուսիսը, այժմ կենտրոնացած են հարավային և կենտրոնական շրջանների վրա։ Արևմուտքում մտավախություն ունեն, որ Գազայի արյունահեղությունը կարող է տարածվել տարածաշրջանով մեկ։ Իրանի աջակցությունը վայելող Համասի և Իսրայելի պատերազմին զուգահեռ Թեհրանի մյուս դաշնակիցները Հեզբոլլահն Լիբանանում, Հութիները Եմենում իրենց հերթին են ճակատներ բացել Իսրայելի դեմ։ Օր-օրի մեծանում է լարվածությունը հատկապես Լիբանանի և Իսրայելի սահմաններին, որտեղ փոխադարձ թիրախգործությունները շարունակվում են հոկտեմբերի 7-ից ի վեր։ Իսրայելական կողմի հարվածների հետևանքով Հեզբոլլահն շուրջ 130 զինյալ է կորցրել։ Այսօր հաղորդվեց, որ Լիբանանի հարավային շրջաններում օդային հարվածից զոհվել է Հեզբոլլահի ևս մեկ հրամանատար։